Մալուխների 90%-ից ավելին անցնում է ջրային ծածկույթի հատակով։ Այդ երկրները ձեռք են բերում որոշակի տարածաշրջանային կշիռ ազդեցություն։ Սուեզի ջրանցքով է անցնում աշխարհում իրականացվող տեղեկատվության մոտավորապես 17%։ Ստորջրյա մալուխները ունեն ոչ միայն տեղեկությունը փոխանցելու, այլ նաև որոշակի հետախուզական կարողություններ եւ հնարավորություններ։ Փորձ է արվում նաև վնասել այդ մալուխները։ Դիվերսիոն գործողությունը իրականացնում են ոչ թե ռազմական կառույցները, այլ ամենասովորական առևտրային նավերը։ Կա նաև այսպիսի մի բան, որ ծովային կենդանիները, ձկները, շնաձկները վնասում են այդ մալուխները, բայց դա ավելի շուտ առասպել է։ Ինտերնետի անխափան աշխատանքը ապահովող մալուխների 90%-ից ավելին անցնում է օվկիանոսների, ծովերի եւ ջրային ծածկույթի հատակով։ Ստորջրյա մալուխները նույնպես դարձել են կարևոր աշխարհաքաղաքական, նաև աշխարհատնտեսական գործոն եւ այն երկրները, այն հանգույցները, որտեղով որ անցնում են տեղեկատվությունը ապահովող ստորջրյա մալուխները, այդ երկրները ձեռք են բերում որոշակի տարածաշրջանային կշիռ ազդեցություն։ Սուեզի ջրանցքով է անցնում աշխարհում իրականացվող տեղեկատվության մոտավորապես 17%-ը։ Շատ կարևոր հանգույց է դարձել Եգիպտոսը, որտեղ ոչ միայն Սուեզի ջրանցքով են անցնում ստորջրյա մալուխները, այլև անցնում են հենց ցամաքով։ Այսինքն միջերկրական ծովով ձգվում են մինչև Եգիպտոս, ապա ճանապարհի մյուս մասը անցնում են Եգիպտոսի տարածքով եւ դարձյալ Կարմիր ծովի հատակով ձգվում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցով դեպի արևելք, դեպի ասիական տարբեր երկրներ։ Բայց քրիտիկական հանգույցներում տեղի ունեցող բախումները, պատերազմները, հակամարտությունները էականորեն սպառնում են այս ամբողջ տեղեկատվական հոսքերի անվտանգությանը։ Հիմիկվա աշխարհում ստորջրյա մալուխները ունեն ոչ միայն տեղեկությունը փոխանցելու, այլ նաև որոշակի հետախուզական կարողություններ եւ հնարավորություններ։ Մալուխների վրա տեղադրվում են հատուկ միջոցներ, հանգույցներ, որոնք ջրի տատանումով կարողանում են արձանագրել եւ վերահսկել եւ ստուգել, թե ինչ նավեր են անցնում ծովի կամ օվկիանոսի տվյալ հատվածում եւ դա հնարավորություն է տալիս արդեն վերահսկել նաեւ ծովային երթևեկությունը։ Փորձ է արվում նաեւ վնասել այդ մալուխները հենց այս հետախուզական գործունեությունը կասեցնելու եւ հակառակորդ մրցակից երկրների համար մոխրագույն գոտիներ ստեղծելու, չվերահսկվող ջրային ուղիներ ունենալու նպատակով։ Մի քանի դեպքեր են տեղի ունեցել վերջին 2-3 տարում, երբ Նորվեգիայի մոտ է վնասվել այդպիսի մալուխները, մեկը եղել է ռուսական նավ, դարձյալ էլի այդ հատվածում չինական նավերից մեկն է վնասել մալուխները ստորջրյա։ Հաճախ վնասելու գործողությունը, այսպես դիվերսիոն գործողությունը իրականացնում են ոչ թե ռազմական կառույցները, այլ ամենասովորական առևտրային նավերը։ Նավը կարողանում է իջեցնել խարիսխը եւ խարիսխը իջեցրած վիճակով շարունակում է նավարկությունը, ասենք տասնյակ կիլոմետրեր, որի ընթացքում էլ հենց խարիսխը վնասում է այդ ստորջրյա մալուխները։ Սա հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից եւ անհնար է լինում մեղադրել հակառակորդ պետությանը գիտակցված կամ նպատակաուղղված դիվերսիայի համար։ Մալուխների անվտանգությունը դառնում է շատ հրատապ եւ օրակարգային հարց։ Այս հարցը տարբեր միջոցներով փորձում են լուծել եւ գլխավոր ամենանոր այսպես տեխնիկական հնարավորությունը այն է, որ մեծ երկար ճանապարհ անցնող մալուխները ունենում են շրջանցող հանգույցներ, որպեսզի հանգույցներից մեկը վնասվելու դեպքում չընդհատվի ամբողջ կապը։ Բացի այդ մալուխները կարողանում են վնասվելու դեպքում օգտագործել նույն մալուխի հակառակ ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցելու կարողություն ունեն, այդ հնարավորությունը նվազագույնի հասցնելով այս ազդեցությունը տեղեկատվական հոսքերի վրա։ Կա նաև այսպիսի մի բան, որ ծովային կենդանիները, ձկները, շնաձկները վնասում են այդ մալուխները, բայց դա ավելի շուտ առասպել է։ Ստորջրյա մալուխները վնասվում են մարդկանց կողմից եւ գլխավորապես վնասվում են որոշակի քաղաքական, տնտեսական, աշխարհակաղակական նպատակներով, մրցակիցներին թուլացնելու, ինչպես նաեւ հետախուզական նպատակներով։